Սադրանքներ են դեր ունեցել, բայց մենք հատկապես շնորհակալ ենք ոստիկաններին, որ անհրաժեշտ հնչեղություն ապահովեցին մեր ակցիայի, որովհետեւ հազարավորները, որ կարող է տեղյակ չլինեին, հենց ոստիկանական գործողությունների պատճառով ոստիկանապետի, գործունեների գործերի նախարարի անմիջական մասնակցությամբ ներգրավման ակցիան համարում ենք ստացված։ Ուղղակի որպես ակցիայի այսպես շարունակություն, գուցե վերջաբան որոշեցին տեղափոխվել այստեղ եւ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին, մեր անցորդներին, մեքենայի վարորդներին տեղեկացնել, թե որտեղ են գիշերում խեցգետինները, թե ով է Ռուսաստանը, որ Ռուսաստանը ռազմավարական դաշնակից չի կարող համարվել Հայաստանից, որ Ռուսաստանը հանցակից է Ադրբեջանի եւ Թուրքիայի մտադրությունների, ուղիղ սադրող, սադրիչ եւ հրահրող գործողությունները իրականացրել Արցախում, Հայաստանի տարածքի նկատմամբ, շարունակում է չճանաչել Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի անկախությունը, Հայաստանի սահմանները, շարունակում է պատերազմ վարել Հայաստանի նկատմամբ, հերոսային պատերազմն էլ վարում են հակառակորդները, թշնամիները եւ մենք թշնամիներին ուղղակի հիմա ասում ենք, որ չենք ողջունում նրանց որևէ տեսակի այց Հայաստան, որևէ մակարդակի այց, սրանից հետո նրանք պիտի իմանան, որ Հայաստան նրանց այցելությունները ուղեկցվելու են այսպիսի բողոքի ակցիաներով ավելի մարդաշատ, ավելի հնչեղ, ավելի մարդաշատ։ Պարոն Բաղդասարյան, այսօր ստացվում է ոստիկանների գործողությունները միտված էին նրան, որ Սերգեյ Լավրովը ԱԳՆ-ի շենքից դուրս գալիս չտեսնի, թե ինչ է կատարվում, ինչպես է։ Վստահ ենք, որ նախորդից սկսած ռուսները, ինչպես իրենց խոսնակը արդեն տեղյակ էր, ինքն էլ է տեղյակ, մենք իրեն դիմավորել ենք նաև Զվարթնոց օդանավակայանի մատույցներին, այնպես որ վստահ եմ, որ ուղղակի Հայաստանի իշխանությունները այսպես ընկրկելով որոշ հավանաբար պահանջներին, ցանկություններին ռուսների գնացել են այս գործողություններին, ինչին ուղղակի անտարբերությամբ ենք վերաբերում։ Եվ ինչքան է